Բոզարե պարը նույնպես սասունցիների պար է, խրոխտ և առնական և կարծես թե քոչարիների շարքի շարունակություն է։ Բոզարեի շարժումները այսպիսին են։ Սկզբից ձախ ոտքի վրա կանած, աջ ոտքով կատարում ենք կրկնակի հարված, կրունկով, ապա ամբողջ ներբանով և հետո ձախ ոտքով հարվածելով տամ, ռամ, աչը հարվածում ենք և սահում, ձախ ոտքի հաշվին սահում ենք դեպի հետ և առաջ անգամը շեշտակի քայլում դեպի առաջ, նորից կրկնում նույն շարժումները և հետ սահելով արդեն թռնում ենք երկու ոտքի վրա, որից հետո աջ ոտքը թռիչքային հարվածից նետում է դեպի վերև։ Ցույց տամ առաջի կեսը այս պարի, աջ, ձախ, աջ, սահեցինք հետ, շեշտակի քայլ դեպի առաջ, նորից աջ, ձախ, աջ, սահեցինք և այս անգամ շեշտակի թռիչք, որից աջ ոտքը հայտնվում է վերևում։ Այս պարը գրառել ենք Սասունիկ գյուղի պարողներից, տարեցներից, որոնք մինչ օրս պարում են այս պարը։ Նրանք անվանում են այս պարը նույնպես ռազմապար և իրենց իսկ համեմատությամբ ասեցին, որ պոն դա բացականչություն է, իսկ զարեն զարե անունն է, այսինքն կանչում էին հզոր խիզախ տղեկին նետվելու մարտի, համախմբվելու, պարելու ռազմական այդ ոգեղեն պարը։ Կարողացանք մի փոքր ավելի այլ տեսակ մեկնաբանության նույնպես հանգել, պոզարե բառը թերևս պոզահարել բառն է, որը նույնպես խոյի կամ այծի, նոխազի խոյահարման պրոցեսը վերարտադրող շարժումներ են, դրա համար թերևս կարելի է ենթադրել կամ կասկած ունենալ, որ ինքը նաև պոզ բառի մի փոքր ինչ աղավաղված տեսակն է։ Երկրորդ հատվածը պարի առանձնանում է իր հետաքրքիր կոնտրաստով, աջ ոտքը վերևում և բավականին նման մշուխր պարին կամ քոչարիների այլ տարբերակի, ինքը կատարում է աջ գնացող զսպանակավոր շարժումներ։ Ձախ ոտքը գրեթե չի ծալվում ծնկից և գրեթե վերև չի բարձրանում, այլ բացում է ձախ ոտքը ծնկից դեպի ներքև և վերվում դրվում է տեղը, որից հետո աջ ոտքը բարձրանում է վերև, այսինքն 1-2-1, 1-2-1 և աջ ոտքը բարձրացնում է վերև։ Կոնտրաստը հենց նրանում է, որ ձախ ոտքի ժամանակ ուղղայաց տատանումը շատ սահմանափակ է, իսկ աջ ոտքով բարձրացնում ենք մարմինը վերև և այսպես շարունակ։ Մեր իրականության մեջ աջ և ձախ բառերի, ոտքերի խորհուրդը շատ էական է և հաճախ ձախորդություն, ողբերգություն, գործերս ձախ գնաց, թարսվեց
եւ այլն գործերս աճ են կամ հաջողակ են, այստեղ նույնպես կարելի է համեմատության եզր տանել եւ թերևս աճ ոտքի բարձրացնելը, իսկ ձախի ուղակի ճոճելը կարծես ձախորդությունը փարատող, իսկ աճ ոտքը անընդհատ բարձրացնող, այսինքն հաջողությանը նոր վերելք տվող աճընթացին, առաջընթացին դեպի բարձունք տանող, դեպի վերև տանող խորհուրդ։ Բարային նախադասությունը ստացվում է այսպիսին. Ռադադամ-դամ-դամ, դիրիդայ, ռայտադադին, տիրիդա-տիրիդամ, տարարամ-դամ-դամ, դիրիդամ, ռանտարադին, տիրիդամ-դամ, դամ-դամ-դամ, դիրիդայ, ռանտարադին, տիրիդայ-տիրիդամ, դամ-դամ-դամ, դիրիդայ, ռայտադադին, տիրիդամ-դամ, հեյ, դամ, դիրիդայ, ռանտարադին, տիրիդայ-տիրիդամ, դամ-դամ-դամ, դիրիդամ, ռանտարադին, տիրիդամ-դամ։ Եվ նորից գնում է աճ գնացող շարժումները, մինչև պարագլուխը նորից կկանչի հետ եւ ամբողջ պարը կնետվի թռիչքների մեջ։